սա պարային դպրոցն է Բրոդվեյի վրա։ Հիշում եք Վարդուհի Ալեքսանյանի պարային դպրոցը, նաև այնտեղ իմ թատրոնն է, ես այստեղ ներկայացումներ եմ խաղում։ Իսկ կողքը ժամանակին կար Zara Travel-ը։ Հիմա Zara Travel-ը դարել է one and one, այսինքն մեկից մեկ, նույն բանն, ամեն ինչը տարիֆները նույնը, այս ամբողջ քարտեզը որ տեսնում եք, նույն տարիֆներով ոչինչ չի փոխվել։ Էլի ուղղակի Zara-ն դարել է մեկից մեկ, դարել է one and one։ Ոչինչ չի փոխվել, ժողովուրդ ջան, տեսեք, էս էլի մեր Zara-ն անստած, փոքր, սիրուն, ագրոսով, տեսնում եք, թաթիկով, այդքան բան, ժողովուրդ ջան, չմոռանաք, մի բանա փոխվել, մենակ առաջին անգամ ես էլ եմ առել ստեղից տոմս, ժողովուրդ ջան, շատ հաճելի մթնոլորտ, շատ նորմալ, ամեն ինչը բոլոր ուղղություններով, ամեն ինչ կա, ուրեմն հիշենք, հենց Grand Stage-ի կողքը, East Broadway 721։ Այսօր կխոսենք մի խնդրի մասին, որի մասին չեմ խոսել երբեք, և ընդհանրապես քիչ է խոսվում, բայց ինձ մտահոգում է։ Նախ եւ առաջ գրանցվեք ալիքիս եւ հենց հիմա լայքի կոճակը սխմեք, եթե դժվար չի, եւ ասենք առաջ բարևձեզ։ Հիշեցնում եմ, որ մայիսի 18-ին Grand Stage-ում խաղալու եմ ստենդափ եւ ջազ ներկայացումը եւ տոմսերը թիքետ-միկետում են։ Վերջապես ասենք առաջ։ Նոր Facebook-ով տեսա, որ ինչ-որ մի երիտասարդի տվեցին Արևմտյան Հայաստանի պասպորտը, անձնագիր տվեցին։ Արարողությունը կատարվում էր Ծիծեռնակաբերդի ինչ-որ մոտ, Ծիծեռնակաբերդում, հետո ինչ-որ գործ կար չխորացա, առանձնապես սկրոլ արեցի կորավ, այնուհետև խորացա, բացեցի, կայքը բացեցի, ամեկ պլյուսը մի աղորդում էր արևաղուց տերևույթին, դա եմ նայել, որ մենք ունենք Արևմտյան Հայաստանի կառավարություն Հայաստանում, կա նախագահ, եթե չեմ սխալվում, թե վարչապետ, կան դեպուտատներ, կա գրասենյակ, այնտեղ կա խոսեց կրթության նախարարը Արևմտյան Հայաստանի, հետո ինչ-որ մի պատգամավոր խոսեց, գիտեք, առանձնապես այդպես շատ խորանալու ժամանակ չունեմ, ես կարծում եմ դա ավելի ճիշտ լրագրողի գործ է, ես մեր լրագրողները շատ հաճախ զբաղված են ուղղակի խայբ բռնելով, հա, այդպեսի մի խոսք ասեմ, և դրա մասին ինչ-որ տենց առանձնապես չեն խոսում, գիտեք, լսելով հասկացա, որ միգուցե հայերենը մոռացած և թրքացած հայերի համար, ովքեր ապրում են Արևմտյան Հայաստանի տարածքում, Թուրքիայում, ոգևորիչ, կարևոր ինչ-որ մի գործ, որովհետև դրանք թարգմանություններով են զբաղված, ինչ-որ ծրագրեր են անում, ռադիո թե հեռուստատեսային ծրագրեր, էլի չեմ տեսել ոչ միտեղ, միգուցե ինտերնետում կա։ Գիտեք, ինձ թվում է, որ դա պետություն չունենալու արդյունք է։ Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետություն չունենալու արդյունք է, որովհետև մենք, տեսեք, մենք ունենք մի հատ Ղարաբաղի բան ունենք, հա, իշխանություն ունենք ստեղ։ Դու մի ասա կա Արևմտյան Հայաստանի իշխանություն։ Ես չեմ զարմանա, եթե մենք ունենանք Կիլիկիայի թագավոր ստեղ, ասենք Հայաստանում մի տեղ, որ թագավոր է եւ ունի ինչ-որ տեն սպասավորներ, բաներ, հա, իդեպ եթե թագավորը խեղկատակի ինչ-որ հաստիկ ունենա, խնդրում եմ, եթե վճարը լավն է, ես կաշխատեմ որպես խեղկատակ թագավորի մոտ, հա, այդպես, և եթե մենք ունենայինք ուժեղ պետություն, որը որ այդ բոլոր գործառույթները, որը որ վերցնում են իրենց վրա այդ
ինչ որ տենց օթից վերցած, չկայացած, չընդունված, չճանաչված իշխանությունները, պետությունները հայկական, ապա այդ ամեն ինչը չէր լինի։ Ինչի համար է մեզ Ղարաբաղի իշխանությունը այսօրվա դրությամբ Հայաստանում։ Եթե ասենք դենքցենք բոլոր քաղաքական ինչ-որ բաները, որ դրանց ուղղակի օգտագործում են 5-րդ շարասյունը, հիշենք, որ Ղարաբաղցիները ունեն խնդիրներ, իրենք ունեն սոցիալական խնդիրներ, որը պիտի մեր պետություն ասածը Հայաստանի Հանրապետությունը լուծի։ Եթե այդ խնդիրները չեն լուծվում, ուրեմն այդպիսի այլանդակություններ են ծնվում քո երկրում եւ դու մի ասա կա ինչ-որ պարլամենտ, կա ինչ-որ բան եւ այլն, կա ինչ-որ տենց օղակներ, որոնք որ պետական օղակներ են համարվում, իրանք են համարում այդպես։ Իհարկե աբսուրդ է մտածել, որ կա ինչ-որ մի իշխանություն էլի, կա ինչ-որ մի հարաբերություն, արևմտյան լինի դա, թե որևէ այլ ինչ-որ լինի Հայաստանի տարածքում, որովհետև պետությունը, ես դպրոցում եմ անցել, պետությունը պետք է ունենա ոստիկանություն, պետք է ունենա բանակ, ԱԱԾ եւ այլն։ Միայն ինչ-որ մեկին ընտրելով կրթության նախարար կամ ինչ կամ ինչ-որ դեպուտատներ, թե ոնց են ընտրվում իրանք էլ պարզ չի, որովհետև տարբեր երկրների քաղաքացիներ ընտրում են, մի խոսքով դա աբսուրդ է, էլի։ Ես համարում եմ, որ մենք պետք է ունենայինք շատ բազմաթիվ տասնյակ հասարակական կազմակերպություններ մեր երկրում, որոնք որ զբաղվեին այդ գործերով։ Մեր Սփյուռքով պետք է զբաղվեին, մեր Ղարաբաղցիներով պետք է զբաղվեին։ Այդ դեպքում նմանատիպ կառույցների, կվազի ինչ-որ տես պետությունների, պետության մեջ մենք կարիք չէինք ունենա։ Տեսեք, ստեղ մի հատ շատ կարևոր հարց կա, որ մենք չենք ընկալում որպես հասարակություն։ Մենք սիմվոլ սիրող ժողովուրդ ենք, սիմվոլներ սիրող, այսպես օդի մեջ առասպելներ սիրող ժողովուրդ ենք, բազմից ասվել է դրա մասին, ընտրեմ, ստեղ հիմա ամեն անգամ ներվայնն եմ, ասնում եմ մի հատ կա Արցախ փողոց, Լոս Անջելեսում, լավուց է դրված, այն ժամանակ, որ Արցախը կար, բայց այդ Արցախի կողքը կար նաև չգիտեմ, բիզնեսներ, որոնք որ տարբեր անվանումներ ունեն Արևմտյան Հայաստանի տեղանքների անվանումներով, Վան, Մուշ, Սասուն, Արդահան, Բիթլիս, եսիմինչ, Զեյթուն, նույնն էլ Հայաստանում կա իհարկե, մի քիչ ավելի քիչ։ Եվ հիմա էլ, ասենք, միակը, որ Ղարաբաղն էր, որը որ ուղղակի անվանում չէր, այլ մենք ունեինք Արցախ, հիմա Արցախը չկա, բայց փողոցը մնաց, փառք քեզ ասված, գոնե փողոցը մնացել է օտարության մեջ, ինչ որ ասենք օվկիանոսի ցենկում կա Արցախ փողոց, ու մեզ դա պարսկերեն ասած լազատ է տալիս, էլի։ Մենք այդպիսի ժողովուրդ ենք, մենք այդպիսի ժողովուրդ ենք, որ կարող ենք ունենալ, կարող ենք ուրախանալ, որ ունենք Արևմտյան Հայաստանի իշխանություն, կառավարություն, պետություն, ասենք այդպես։ Եվ ոչ ոք իսկ պետությունը չի մտածում, ասենք, ոնց անի, որ, ասենք, Թուրքիայում ապրող հայերը, որոնք որ դավանափոխ են եղել, բայց որոնք որ խոսում են թուրքերեն, հայերեն չեն հիշում, բայց հիշում են, որ իրենք հայ են, իրենց դարձի բերելու գործառույթը պետությունը վերցնի իրենց վրա, այսինքն թեկուզ ԱԱԾ-ին կից, չգիտեմ, կամ որևէ այլ հասարակական կազմակերպություն լիներ, որը որ տաներ այդ գործունեությունը, որ ոչ թե որ պետություն ստեղծվեր, նախագահ ստեր, ընդ շատ լուրջ գրասենյական ասում ես Արևմտյան Հայաստանի նախագահ եմ։ Չես հասկանում, ասենք ոնց, ով ասենք, դա ով անտրե, ով որոշե դա։ Չեմ ուզում ձեռարեմ, լուրջ եմ ասում, շատ լուրջ մարդիկ կան ընդ նստած, շատ լուրջ ասենք գործերը եւ օգտակար գործեր են անում, հա, որովհետեւ կան ինչ-որ տես ռադիո ծրագրեր,
հերոսատեսային ծրագրեր, որոնք որ իսկապես մարդու ինքնության վրա կարող են ազդել եւ լավ ազդել, հա, այնտեղի ապրող մեր սփյուռքի համար, մի խոսքով։ Հա։ Բայց այդ ամեն ինչը մեծ հաշվով абսուրդ է, որովհետեւ այդ նման գործառույթները, նման գործերը պիտի վերցներ իր վրա պետությունը։ Տեսեք, եթե մենք այդքան սիմվոլ սիրող ենք։ Մենք ունենք, մի անգամ եթե չեմ սխալվում խոսել եմ դրա մասին, ածխ ինչ որ տենց մի շրջան Լեննականի ճանապարհին, հա, տեսել եմ դից շատ անգամ, որտեղ որ կան հայոց թագավորների դամբարանը դա։ Բացի այդ որ երբեք չեմ տեսել որ այնտեղ կատարվեն ինչ որ պեղումներ, միգուցե կատարվում են, բայց այսպես լուրջ տենց աշխատանքման չեմ նկատել ուղղակի։ Դա մի տեղ է, որը որ հայոց պետության, պետականության, ինչը պատմության մի տենց մի սրբավայր է, չէ, ասենք ինքը տենց մի տեղ է։ Օրինակ ինչու մեր զինվորները չպիտի գնան հենց այդ տեղում ընդունեն իրենց զինվորական երթումը։ Ասենք հայոց թագավորների, եթե սիմվոլների հետևից ենք ընկել, եթե ուզում ենք գեղեցիկ բաներ անենք, հա, ոչ թե օդից կախված ինչ որ տենց նախագահ ընտրենք, թագավոր բերենք, բան եւ այլ կոնկրետ այստեղ հողարկավորված է, այսինքն եսիմ ինչ մի թագավոր, եսիմ ով է, ասենք, որը որ հայոց պետականության, հայոց պետության սիմվոլ կարելի է դարձնել։ Եվ այնտեղ ընդունել զինվորական երթում, որ ես երթվում եմ, որ հայ երկիրը, մեր հանրապետությունը կպահեմ, եթե պետք է կյանքս կտամ ու եւ այլ, ոնց ասենք այդ զինվորական երթումը, երևի թե շատերը հիշում եք, ես վաղուց եմ ծառայել, չեմ հիշում։ Ահա, ասենք դա ինչ որ կլինի ոչ միայն օգտակար գործ, այլ մարդու ինքնագիտակցության վրա ազդող մի բան, հայրենաճանաչություն դա կոչեք, հայրենասիրություն դա կոչեք, ամիջ, բայց դա կոնկրետ ինչ-որ մի քայլ է։ Խոսում են այդ մարդիկ, որ լսեցի այդ Արևմտյան Հայաստանի իշխանությունը, լեզվի պահպանման մասին։ Խոսքը գնում է իհարկե արևմտյան հայերենի պահպանման մասին։ Շատ կարևոր հարց է, շատ։ Եթե մեր իշխանությունը, բոլոր իշխանությունները Լևոնից մինչև այսօր գոնե մի քիչ բարեխիղճություն, հայրենասիրություն, չգիտեմ, ուղեղ, այտենց ասենք, ունենար, ապա արևմտյան հայերենը վաղուց կդառնար պետական լեզու, երկրորդ պետական լեզու։ Հիմա շատերը կթռնեն դեմքից, կասեն, հա, մենակ էդ էր պակաս, ընդեղ ուղղագրությունը ուրիշ է, իրար չենք հասկանա, յանի շատ ենք հասկանում, այլ տես պիտի լինի ժողովուրդ ջան, կան պետություններ, որոնք որ ունեն տարբեր պետական լեզուներ։ Օրինակ նույն Կանադան համ ֆրանսերենը, համ անգլերենը պետական լեզու է համարվում, եւ այդ լեզուներով փաստաթղթեր են լրացվում, հեռուստատեսային ծրագրեր կա, դա պետական լեզու է, եւ դերավորին անգլերենը ու ֆրանսերենը տարբեր մշակույթների լեզուներ են, ժամանակին բավականին իրար թշնամաբար տրամադրված հասարակությունների լեզուներ են, իսկ մերը հայերենը, արևմտյան հայերենը, դպրոցում չգիտեմ, բայց դե ինստիտուտում անցել ենք, ասենք տենց մեզ համար абսուրդ լեզու չի, ինչ որ տենց, միգուցե արևմտահայերի համար արևելյան հայերենն է մի փոքր խորտ, որովհետև դպրոցում չեն անցել, չեն հասկանում, ասենք շատ հաճախ ես նկատել եմ, երբ որ ես խոսում եմ, իրենք կարող է չհասկանալ, բայց որ իրենք են խոսում, ես ամեն ինչ հասկանում եմ։ Միգուցե հա, ինձ համար մի փոքր խորտ է, բայց հասկանում եմ, եթե կրթված մարդ ես, հասկանում ես արևմտյան հայերեն, ու շատ լավ լեզու, ի վերջո Պարոյանի լեզուն այ քեզ բան, մեր հարազատ, մեր, ասենք, հայերեն լեզուն է, ինչի համար գործնենք, եւ եթե դրանով զբաղվեր, ասենք, մեր կրթության, գիտության, պետության, եսի մնչության մի հատ նախարարություն, եկար, մի հատ անունը, չէ, եթե ասենք իրանք զբաղվեին ոչ թե հիմարություններով, ասենք, մեր պատմությունը վերանայելով, ռեստարտ անելով, հիմար դասագրքեր տպելով,
այլ նմանատիպ գործերով զբաղվեր, հիմա մենք միգուցե այդ Արևմտյան Հայաստանի պետության կարիքը չունենայինք այսօր, կամ միգուցե այնտեղի նախարարը մի քիչ ավելի հեշտ կաշխատեր, հա, եւ բան կալներ, ասենք, չէր մեռնի այդ լեզուն, որտեղ մակում այդ լեզուն արդեն գրանցված է մեռնող լեզուների շարքին, իսկ այդ լեզվով մենք ունենք գրականություն եւ հիմա էլ է գրականություն ստեղծվում Սփյուռքում այդ լեզվով, այդ լեզվով երեխաները դպրոց են գնում տարբեր երկրներում եւ այլ եւ մենք ասենք որպես պետություն տեր չենք կանգնում, այս վերջապես գտա այս երկար խոսակցության մեջ գտա այդ խոսքը մենք տեր չենք կանգնում մեր հարստություններին եւ դրա համար ստեղծվում են ինչ որ կվազի ինչ որ տենց ինչ-որ մի բաներ, ինստիտուտներ, իսկ լավ կլիներ, որ դա այդ ամենը լինեին հասարակական կազմակերպություններ, որոնք որ նաև պետության աջակցությունը ստանային, հա, որ պետությունը մտածեր դրանց մասին, որ զարգացներ այդ ամեն ինչը, մենք այդ ամեն ինչը չկորցնեինք։ Իսկ երբ որ թողում ես բացի թող ինչ-որ վիճակում հասարակության ճաշակին մենք ունենում ենք, ասենք, Վան կոշկակարանոց, չգիտեմ, վաղը մյուս օրը մեկը մի հատ ինչ-որ տենց, չգիտեմ, պրեզերվատիվ կարտադրի, անունը կդնի մուշ, հա, կամ բանը, բուլկի, սասուն, մի խոսքով, էլի, անիմաստ ինչ-որ տենց հիմարություն, անց փողոցը գրած արա, որը սարև, Արցախը տենց տրագեդիա եղավ, բան փողոցը մնացել է Արցախ, ոնց ձեռ առնոցի, ինքներս մեզ ձեռ ենք առնում։ Մենք ինքներս մեզ ձեռ ենք առնում, ժողովուրդ, մենք ինքներս թքում ենք քամու դեմ, հասկանում եք։ Ու չենք հասկանում դա, որ դա կողքից ծիծաղելի է երևում իրականում, շատ ծիծաղելի է, հասկանում եք։ Շատ ծիծաղելի է այդ ամեն ինչը, այդ վերաբերմունքը մեր, հա, այդպես նոստալգիկ եւ կորցնելուց հետո նստել ողբալ, այմա արևմտյան հայերենը մենք կկորցնենք ու կնստենք կողբանք, որ հա, բա գիտեք, մենք ժամանակին մենք երկու լեզու ենք ունեցել, մենակ էս հայերենը չի եղել, մենք ունեցել ենք արևմտյան հայերեն, գիտես ինչ լեզու էր, գիտեք մի հատ էս գրող կար Պարոնյան, հիմա արդեն կարդում ես գրափարից բեթարա, բան չես հասկանում, բայց խնդրեմ ոնց որ նաղդը թողած ընկացենք միսիայի հետևից ու հիմար բաների հետևից ենք ընկել անիմաստ ինչ որ բաներ ենք անում կավլիցի հանգար չմտածեք որ ես ուզում եմ ինչ որ նախատեմ կամ ձեռառնեմ այդ արևմտյան Հայաստան ասած այդ իշխանությանը կամ կազմակերպությանը չգիտեմ ոնց ուզում եք ասեք նրանք վերցել են պետության գործառույթը իրանք անում են ինչ որ պիտի անել Հայաստանի իշխանությունը, Հայաստանի պետությունը։ Դրա համար կողքից էս մի քիչ անհասկանալի ասենք, վայ, հորա մի վարչապետ ունենք, պարզումը մի հատ էլ ունենք, հա։ Հորա պարզումը մի հատ է Ղարաբաղ, Յանի մի հատ ունենք, շատ գոհ ենք, հա մի 3 հատ ունենք։ Ես դեպքը չգիտեմ, պատմել եմ թե չէ, գնացել էի Ղարաբաղ 90-ականներին հյուրախաղերով, մեկ է մի հատ մարդ մոտեցավ, ինչ որ վրեն փոքրացած կասյուն էր ակետ, ինչ որ սկարճ, չկավ, բարի ես, ես բան Ղարաբաղի բանն եմ, ասեց, մշակույթի նախարարն եմ, բա եկել եք մի ձեն չեք հանում, բան, ասի, ինչի ձենալ եմ, ասում, բա ես գիտեք, ասում, ես մշակույթի նախարար եմ, պետք է ասեք, որ դուք եկել եք, ասի, տղա ջան, ինչ կնի դուռը են կողմից փակել, ես մի հատ մշակույթի նախարար եմ, սս գոհ եմ, դրա հետ չեմ կամ յոլա հետա, որ մնա դու երբակաս։ Այդ տենց արեցինք, որ կորավ, Ղարաբաղը կորցեցինք, որովհետև այդպես զբաղված ենք հիմար բաներով, զբաղված ենք անիմաստ, ինչ-որ տենց բաներով էլի, ասենք, սիմվոլներ գեներացնելով ենք զբաղվել, ինչ-որ տենց բաներ ենք արել, որ դիմաշ, որ կա բան, որ կարաս կոնկրետ անես ու օգուտ տաս, այ դա չես անում, անում ես ուրիշ բան։ Ինչ ասեմ, եթե անգամ սիմվոլներով ենք զբաղված մենք այսպես տենց ինչ-որ տենց հրաշապատումներով, հա, գոնե այդ ամեն ինչը օգուտ տա մեր պետությանը, մեր այսօրվա պետությանը, մեր այսօր ուժեղ իշխանություն կայացնելու, ուժեղ
ուժեղ ինստիտուտ ներկայացնելուն, էլի, այլ ոչ թե ինչ-որ անգնենք, ինչ-որ պատմական ինչ-որ բաների մեջ ու որ գիտես որ օգուտ չի տալու, ես դեմ չեմ, ես բացարձակ համաձայն չեմ իշխանության հետ, որոնք որ ուզում են պատմությունը վերաիմաստավորել իրաց բանով, ռևիզիայի ենթարկել, բնականաբար դե Աստված տա 26-ին այդ իշխանությունը կփոխվի, տեսնենք ինչ ենք անում։ Հենց այդքան է ժողովուրդ ջան։ Հենց այդքանը գրանցվեք ալիքից, հենց հիմա կարող եք լայք դրել, եւ ամսի 18-ին մայիսի սպասում եմ ձեզ Grand Stage-ում, որ խաղամ stand-up jazz ներկայացում, այնուհետև կամ Հայաստան, Հայաստանում էլ կհանդիպենք էլի, ուր է այս բանը կնոկերը, հեսա